Դավիթ Սահակյանցն է, պարոն ծանոթացաք հավանաբար ձայնագրություններին, քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությանը, ինչ տպավորություն ունեք։ Տպավորությունս մեկն է, հերթական կեղծիք, հերթական մանիպուլյացիաներ, հերթական փորձ նվաստեցնել եւ ժողովրդական լեզվով ասած հաղթից գալ բոլոր այն մարդկանցից, ովքեր որ իրանցով կարող են վտանգ հանդիսանել ներկայիս իշխանության։ Եվ Բագրատ Սրբազանը նման մարդկանցից մեկն է։ Պարոն Սահակյան, տեսեք, այս պաշտոնական այսպես կոչված հաղորդագրություններն ուղեկցվում էին իշխանության տարբեր դեմքերի գրառումներով, առաջին իհարկե ԿՊ-ական քաղաքական էլիտաներ Փաշինյանի առաջնորդությամբ տեղադրում էր ձայնագրությունը կից գրառում մեկնաբանություն, նաև նշում էր ահաբեկչության փաստի մասին եւ այլն, թե ինչպես է կանխվել այդ եղկելի ծրագիրը։ Ինչ եք կարծում, ինչու հենց այս պահին սա տեղի ունեցավ, արդյոք կասանվել Կարապետյանի կալանավորմաններ եւ ինչից է օրինակ Փաշինյանը ինքնահաստատվելու խնդիր կարծում եմ կա, այն առումով, որ արագ հավճե պետքա Թուրքիային ինչ-որ հաջողանալ անել, որից հաճույք կստանա բավականին պատվիրատուն եւ դրա համար փաստացի անում են ամեն ինչ, որ արագ այդ process-ները ընթանան եւ արագ կարողանան տերերին հասկացնել, որ անում են այն ինչ որ իրենց ասվել է արվի։ Պարոն Սահակյան, ինչ եք Չզարմանանք մենք իրանցից պետք չի զարմանալ, մենք պետք է արդեն իմունիտետ ձեռք բերեինք այս 7 տարվա ընթացքում իրանց պահվածքը, լկտիության, բառապաշարը եւ այլն զարմանում են, որ մենք դեռ զարմանում ենք իրենց վրա։ Պարոն Սահակյան, ինչ եք ակնկալում դատարանից։ Ոչինչ, եկել եմ ուղղակի, վստահ եմ, որ լավ վճիռ չի լինելու այսօր, շատ կզարմանամ, եթե դուրս բաց թողնեն այսօր, ինչ չեմ հավատում։ Վստահ եք, որ Մասիս Մելիքոնյանը, որ հայտնի է իշխանական հայացքներով նախկինում էլ Հանրապետություն կուսակցությունից եղել, անպայման կալանք կտա։ Կարծում եմ, այո, դրա համար էլ իրան է տրվի այդ գործը։ Պատահական է այդ։ Ոչ իհարկե։ Այս տեսակ հարցերում պատահականությունը չեմ հավատում։